Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, ինչպիսի ղեկավար է նա եղել Հայաստանի համար։ Ընտիր, մակարդակով անձնավորություն։ Կստացի Շտոպիկի հետ էլ մի տարի ինձնից մեծ է, 114 դպրոցն ենք իրար հետ սովորել, այս սենց ափսոս հոկտեմբերի 27։ Շատ լավ։ Հոյակապ։ Ես անձամբ ճանաչել եմ իրեն։ Շատ կցանկանայի, որ հիմա այդպիսի հայրեն ասեր, նվիրված, խելացի, գիտակից ղեկավար ունենայինք։ Ափսոս։ Ամենալավ, ամենահայրեն ասեր, ամենասիրելի եւ հարգված ղեկավարն է եղել Կարեն Դեմիրճյանը եւ մենք միշտ հիշում ենք նրա հիշատակը, հարգում ենք, սգում ենք Վաղամերիկ Վազգեն Սարգսյանը հետ։ Խոսքեր չկան, միայն հիացմունք է նրա հիշատակի մասին մեզ մոտ։ Ավտոկար։ Հրաշալի, շատ լավ։ Այսօր էլ նալներ կարող է երկիրից վիճակից դուրս գալ։ Ունեցել ենք նրա նման ղեկավարներ։ Չէ, չենք ունեցել։ Նա ազգային գործիչ էր։ Այսօրվա իշխանությունը ապազգային է, բացարձակ։ Աստվածտար կենթանանար այդ մարդը նորից լիներ, ինչ ասեմ։ Հոյակապ ղեկավարելա ոչ թե սենց վատ ձևի, վերջ, էլ ուրիշ բան ինչ ասել։ Հերս էլ իրա մոտիկ ընկերներ, մեր Թամանյան դիվիզիայի 80-րդի հրետանու պետներ, չնայած Դեմիրճյանը իրա գալիս էր ոնց որ երևի մի 30 տարի փոքր, բայց ամեն իրի գունդ գալիս էին մեր տան պատիեզդի մոտ, մի հատ ախրանիկ 2 մետրանոց, հերս իջնում էր, գնում էին սենց։ Նա խորհրդանշում էր այդ ժամանակը եւ մենք մոռանում ենք բոլոր այն մեր դժգոհությունները, հիշում ենք, որտեվ կարող ենք համեմատել այս ամեն ինչի հետ։ Ես հիմա զարմանքով տեսնում եմ, որ նախորդ շրջանի մարդիկ զարմանալիորեն ավելի ազգային են, լինելով կոմունիստ, քան մարդիկ, ովքեր իրենց հռչակում են ժողովրդավար, բայց ավելի բռնապետ են եւ մենք հիմա ենք դա հասկանում։ Ես ծանոթ էի իրեն, մեկ անգամ հանդիպել էի ու ապշած էի, ես աշխատում էի շատ կարճ ժամանակ մի գրադարանում, Բրուսովի անձնական գրադարանը գտնվում է Երևանում, եւ դա Եզակի հավաքածու եւ նա մտել էր ու մենք սկսեցինք խոսել այնպիսի բարձր գրականությունից, ես ապշած էի, որ այս մարդը այդքան կրթված է։ Դա իմ միակ հիշողություն էր ու մեկ էլ են, որ նրան ընդամենը մեկ տիկնապա էր ուղեկցում, հիմա երբ որ նայում եմ այս ամենին, հիշում եմ, շնորհավոր լինի նրա ծնունդը եւ թեթև լինի հողը նրա շիրիմին։ Ճիշտ ասած, ես ռուսական եմ եղել իրեն ղեկավարած ժամանակահատվածում, բայց միայն լավը դրականը եւ ամենակարևորը ինչ եմ հիշում, քանի որ ես Համալիրին մոտ եմ ապրում եւ ապրել եմ, հրդեհվել էր Համալիրը։ Ես հիշում եմ, որ մենք երեխաներ էինք փոքր։ Երևի ամենաշատը 5-րդ դասարան վազքով Ծիծեռնակաբերդի անտառներով վազեցինք դեպի Համալիր ու ես իմ աչքերով տեսա մոտ կանգնած իրեն անմիջապես, թե նա ոնց էր երեխայի նման լաց լինում։ Ես իմ աչքերով եմ դա տեսել։ Ու ես որպես հայկին արմատ ասում եմ հողը թեթև լինի լուսերի բաժին թո դառնա, ճիշտ է, ինքը մեզ հետ չի, բայց ինքը մեզ հետ էլ է զուգահեռ ասեմ, որովհետև հիշում ենք, հարգում ենք թե իրեն, թե կնոջը, թե ընտանիքը, թե թոռնիկին, թե տղաներին։ Եթե մի մարդ համեստ է, չի նշանակում, որ նա թույլ է, ճիշտ հասկանանք իրար, ես հարգում եմ իրան եւ խոնարհվում եմ իր շիրիմի առջև։ Ու շատ ուրախ եմ, որ վերջապես իր արձանը դրվեց։ Մենք շատ քիչ բան արեցինք իրեն համար եւ ինքը իրոք շինարար էր, բառից լայն իմաստով, ըստ իմ պատկերացումի, ըստ իմ ծնողների դաստիարակության։ Կարեն Դեմիրճյանը ինձ համար դա իրոք վիլիչին է եղել, թե արտաքինով, համեստությունով, թե իր պահվածքով, թե ամեն ինչով։ Ես շնորհակալ եմ, որ հայ ազգը հիշում է այդ զավակին։